Պատերազմ է հարևան Իրանում։ ԱՄՆ-ի խոստումնալից խաղաղության արտացոլումը մեր աչքի առաջ է։ Տարածաշրջանը եռում է։ Արդյոք կաթսայի պայթյունը չի ունենա ազդեցություն մեր հայրենիքի վրա։ Տարբեր երկրներ անհանգստացած տարհանում են իրենց քաղաքացիներին աղետի գոտիներից։ Ըստ փորձագետների, Իրանի շուրջ ռազմական բախումը մտնում է նոր ազդեցիկ փուլ։ Ինչ վտանգներ կան Հայաստանի համար, սկսած սահմանային լարվածությունից հայ-իրանական հատվածում մինչև Ադրբեջանի հնարավոր սադրանք, տարածաշրջանային ուժերի բալանսի փլուզում։ Իրանը մեր տնտեսական շնչառական ուղիներից մեկն է։ Եթե Իրանի հետ սահմանը փակվի, լոգիստիկ ճգնաժամ է լինելու։ Օդային հաղորդակցությունը խաթարվելու է, էներգետիկ անվտանգությունը դառնալու է ավելի խոցելի, հումանիտար կոլապս է լինելու, ներգաղթային հոսքեր։ Արդյոք պատրաստ է մեր երկիրը դիմադրելու այս ամենին։ Մեր մյուս հարևանը Վրաստանը մտահոգված է եւ իր համար կարմիր գիծ է համարում Հայաստանի ղեկավարության անտարբերությունը։ Իսկ Հայաստանում դե ֆակտո ղեկավարությունը քարոզարշավի մեջ էր ամբողջ ընթացքում։ Վերջին օրերին շատ զբաղված էին, ժամանակ չունեին հետևելու իրադարձություններին։ Պետության գործերը կսպասեն, կարևոր է միլիոնավոր պարգևավճարներից հետո իրենց նույնականացնելը ժողովրդի հետ, տեսախցիկների առջև ժպիտները դեմքներին, պերաշկի եւ կուկուռուզ ուտելը։ Մեկը ոչ ոք ուշադրություն չի դարձնի թանկարժեք նշանադրությանը, ամուսնալուծությամբ ունեցվածքների գոյության իրողությունը կոծկելու վրա։ Ամենը փակվում է, մոռացվում է Իրանի պատերազմի եւ պերաշկի կուկուռուզի ֆոնին։ 3 օր լռությունից հետո եկավ աշխատանքային երկուշաբթին ինչ-որ անվտանգության մի քանի րոպեյանոց նիստից եւ ցավակցության սահմանափակումներից։ Սիրելի հայրենակիցներ, այո, դուք ճիշտ եք, տարածաշրջանային պատերազմները սկսվում են հեռվում, բայց դարերի պատմական փորձը ցույց է տալիս, որ միշտ ավարտվում են մեր սահմաններին մոտ։ Եվ մենք արդեն այդ փուլի մեջ ենք, հասնում է մեզ։ Պետությունը Նիկոլն ու Քպնչեն, իրենք ժամանակավոր իշխանության եկած հանցակից Հայաստանի անվտանգությանը անտարբեր եղող խմբակ են։ Պետությունը փրկվում է հաշվարկով եւ ուժով, պատմությունը չի ներում անպատրաստներին։ Մեր հարևանի տունը այրվում է։ Եթե մենք չպատրաստվենք, կրակը կարող է հասնել մեր դռանը։ Պինդ մնացեք, ժամանակը լուրջ է։